է Վահան, 32 տարեկան, ամուսնացած չէ, ներկայումս չի աշխատում։ Վահան ջան։ Հայկ, 33 տարեկան, Վահանի ընկերն է, պատիժ կրելուց հետո վերադարձել է հասարակություն, ամուսնացած չէ։ Բարի գալուս, տախպերս։ Լավ ես։ Վատ եմ Վահան ջան, շատ վատ եմ։ Բա ինչ անենք որ լավ լինես։ Դու պիտի իմանաս։ Գնանք ստարից։ Գնանք։ Ոնց ասես։ Հայկ ջան ծանոթացին կերույս։ Լավ էլ շուտ հասակ։ Հայկ։ Մարի, վերջապես քեզ տեսա։ Մարի, 28 տարեկան, Վահանի ընկերուհին է, չի աշխատում։ Ինչի Մարի ջան, դու էլ ինձ սպասում։ Հա, անհամբեր սպասում էի, որովհետև ամեն աստծոր քո մասին էր մենակ խոսում։ Անհանգստացած սպասում էր քո վերադարձը։ Վահան, Հա ջան։ ես Մարի հետ ուրիշ խոսալու բան չունեի։ Ունեի, Հայկ ջան, ուղղակի ուրիշ ընկեր չունեմ։ Դե դուք համարվում եք դասական ընկերներ, չէ՞։ Լավ, ուր գնանք։ Այնտեղ, որտեղ սառը պիվա են տալի, Վահան ջան։ Դե երեխեք, հեռուտեղ գնալու կարիք չկա, այստեղ սրճարանում նստենք։ Գնանք։ Լավ։ Գնացինք Հայկ ջան։ Ջան, Կարոտը լեիր։ հա, Գիտես, ինքան ասիրում կարեջու։ Գիտեմ։ Բանտ նստելուց առաջ օրական մինիմում 2 շիշ խմել է։ յա, այդքանը որ գիտես, դու մաքսիմումն էլ կիմանաս։ 30-ամյակիդ էլ 20 շիշ ես խմել։ Լավ էլ տեղեկացված եմ կյանքից։ Ասում էի, չէ՞։ Խելացի աղջիկ ես։ Սխալվում ես ապեր։ Խելացի չի։ Աղջիկ չի։ Լավ էլ սրամիտ ես։ Լավ, որտեղ եք ծանոթացել։ Բանում, գրադարանում։ Գրախանութում։ Լավ, գրախանութ։ Գրախանութում ինչ էի կանում։ Դրամապանակս էի կորցրել։ Ճիշտ է ասում։ Մի հատ ապուշ փողոցում գողացել էր դրամապանակը։ Տենց մտել էր գրադարան։ Գրախանութ։
Մտել էր գրախանութ, ես էլ այդ ժամանակ գրախանութ ունեի։ Դա, բայց գրախանութում ինչ էի կանում։ Աշխատում էի ապր։ Ոնց աշխատում էի։ Դու Հա, գրախանութում բացակայության ժամանակ ինչ ասես չեմ անում։ ճիշտ է ասում։ Հիմա ես ինտեղ աշխատում։ Չէ, հիմա չեմ աշխատում։ Ընդհանրապես չեմ աշխատում։ Բա ինչ են կանելու։ Բան չեմ։ Գողություն ենք անելու։ Չէ, այդ գողություն չի։ Բա ինչ է։ Վրեժը։ Լավ թող վրեժ լինի, կարևորը այդ չի, կարևորն է նա, որ կհարստանանք։ Կհարստանանք, բայց կարևորն է նա, որ վրեժ կլուծենք։ Հայկ իսկ չես վախենում, որ էլի բանտում կհայտնվես։ Դու կարաս մի քիչ խոսաս։ Լավ, էլ չեմ խոսա։ Չէ, խոսա։ Ուղղակի տենց ճիշտ բաներ ասա։ Այ հենց նոր ուղեղումս շատ ճիշտ բան ծնվեց։ Ապա, Գիտեք ինչ եկանք այս սրճարան։ որովհետև մոտիկ է։ Չէ, որովհետև ձեր թշնամին ամենառավոտ ստեղ է սուրճ խմում։ Ճիշտ է ասում։ Ինչ ես վստահ։ Աղջիկ ջան, ես շատ քիչ մարդկանց եմ վստահում։ Հա, բայց ում որ վստահում ես, ինքն էլ ինձ է չէ վստահում, հետևաբար ինձ պիտի վստահես։ Որ ասում են խելացի աղջիկը։ Իմ կողքին պատական մարդիկ չեն լինում, Հայկ ջան։ Հիմա ես ասեմ, թե ինչ ծրագիր ունեմ, թե ընկերդ ասի։ Ասա։ Ուրեմն ես ձեր թշնամուն կկայթակղեմ, սիրտը կշահեմ, հետո իմ օգնությամբ դուք շատ հանգիստ կմտնեք իրա տուն։ Չէ, ես չեմ կասկածում, որ դու կարաս խելացի ես եւ նաեւ կարաս գայթակղես։ Բայց որ չստացվի, ինչ պիտի անեմ։ Այս տային ծրագիր էլ կմտածեմ, Գիտես ինչ եմ մտածում։ որ ես շատ խելացի եմ։ Ահա, բայց դու շատ վտանգավոր ես, Ինչի։ որովհետեւ խելացի կանայք միշտ վտանգավոր են։ Նայած ում համար։ Բոլորի։ Ուզում ես հակառակը ապացուցեմ։ Չէ, դու հաշվը փակի։ Շատ ինքնավստահ ես։ Տարիներ առաջ Հայկն աշխատում էր մի գործարարի մոտ, որպես նրա օգնական։ Սկզբնական շրջանում Հայկն անչափ գոհ էր իր աշխատանքից, քանի որ գործարարն իրեն ավելի ու ավելի շատ էր վստահում։ Իսկ դա նշանակում էր, որ Հայկն ավելի ու ավելի մեծ գումար էր վաստակում։ Սակայն Հայկի ուրախությունը երկար չտևեց։ Մի օր նրա աշխատասենյակն ներխուժեց ոստիկանությունն ու ձերբակալեց նրան։ Հայկը դատապարտվեց անօրինական գործարքներ իրականացնելու մեղադրանքով։ Հայկը չկարողացավ ապացուցել իր անմեղությունն ու հնգամյա պատիժ կրեց։ Լսի ինչ եղար։ Քանի ժամ քեզ պիտի սպասեմ։ Ես ես վիճակում ինչ անեմ։ Չես հասկանում, բան եմ պատվիրել, բայց մոտս այդքան գումար չկա։ 10 ժամը քեզ եմ սպասում։ Ուֆ, գնա հա։ Այդ ուշի մեկը։ Ինչ վատ վիճակ ստացվեց Աստված։ Ես մի ինչ եմ անել։ Բարև ձեզ։ Կարելի է նշել։ Բարև ձեզ։ Ոչ։ Ես ակամայից լսեցի ձեր հեռախոսազրույց։ Մարաթ Հակոբյան, 52 տարեկան, ամուսնացած է, գործարար է։ Եվ այն, որ կարող եմ ձեզ օգնել։ Շնորհակալություն, բայց ես նման բան չեմ կարող թույլ տալ։ Ես իհարկե հասկանում եմ, որ դուք հիմա նյարդայնացած եք, բայց այնուամենայնիվ սրտանց եմ առաջարկում։ Ինձ համար դա դժվար չէ։ Իսկ հետո ես ո՞նց եմ վերադարձնելու ձեզ ձեր կարտքը։ Անպայման ուզում եք վերադարձնել։ Հա, անպայման։ Լավ։ Այդ դեպքում ես կթողնեմ իմ հեռախոսահամարը։ Շատ լավ, այդ դեպքում պայմանավորվեցինք։ Պայմանավորվեցինք։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Ներեցեք։ Այո։
Դուք կարող եք այստեղ նստել։ Շատ բարի է։ Դուք հիմա կարող եք դարձել հեռախոսարանը, ես կներեք։ Եթե ամեն ինչ լավ ստացվի, որոշել ես որ են գնալու։ Հա, բայց հիմա դրա վախտը չի, թող մեր ծրագրացը բարող խերով իրականանա, այդ ժամանակ կասեմ։ Ես որոշել եմ։ Հա? Ես որոշել եմ որ են գնալու։ Ուր են գնալու։ Այսքան ուզում եմ որ գնանք։ Հա, ուր։ Լաս Վեգաս, Ամերիկա։ Լավ չէ՞։ Վան, ես ուզում ես փողերդ մի օրում կրվես։ Ինչ ես խոսում, Մայք։ Ինչ ես խոսում, դու այլմա մոռացել ես թե ես ինչ խաղացողում։ Ուզում ես ասես, որ իմ բացակայության դեպքում խաղալ ես սովորել։ Իհարկե սովորել եմ, ուզում ես ապացուցեմ։ Ոնց։ Կազինո։ Հիմա։ Հա ինչ, մեկը պարապ կանգնած ենք։ Կգնանք կազինո, համ կխաղանք, կզբաղվենք, համ էլ կտեսնես ոնց են խաղում։ Վահան ջան, չեմ հասկանում, դու չես անհանգստանում։ Ինչի՞։ Հա, պարապենք, բայց ամեն վարկյան կարանք պետք գանք, չեմ արին։ Ապեր դու Մարիին լավ չես ճանաչում երևում։ Այդ աղջկա համար ոչ մի անհնարին բան չկա։ Հա, թող տենց լինի, բայց միջև ինքը չգա, մենք ոչ միտեղ չենք գա։ Լավ, հա, ոնց ասես։ Լավ ապեր, թող քո ասածով լինի։ Ոչ միտեղ էլ չեն գնա հիմա։ Կգնանք Լաս Վեգաս, այնտեղ կտեսնես ոնց եմ խաղում։ Ինչ ուզում ես արա, բայց որ փողերդ կրվես, իզնից փող չուզես։ Բայց որ կրեմ ապեր, քեզ փող չեմ տալու։ Պայմանավորվեցին։ Խի։ Երեխա ես երեխա։ Լավ չէ ապեր, որ ընկերոջը չես հավատում։ Շատ վատ է։ Սմայել ինչ եղավ է։ Ասեմ դուք շատ հումորով եք, շատ։ Դա էլ իմ թերությունն է։ Ես կարծում եմ, որ դուք թերություն չունեք։ Չէ։ Փոխարենը մի թուլություն ունեմ։ Ինչ թուլություն։ Անտարբեր չեմ գեղեցիկ կանանց հանդեպ։ Ես դա արդեն հասցրեցի նկատել։ Ես էլ մի բան հասցրեցի նկատել։ Ինչ։ Ձեր ամուսնական մատանին։ Հա։ Բայց ես չեմ հուսալ, Ինչու։ որտեղ ձեր աջ ձեռքին էլ մատանի կա։ Այսինքն Գիտեք, Ֆրանսիայում եթե կինը ձախ ձեռքին մատանի է կրում, կնշանակի, որ ամուսնացած է։ Բայց դա բոլոր երկրներում էլ այդպես է։ Ճիշտ, բայց մինչև ես լսեմ։ Ներեցեք։ Իսկ եթե կինը աջ ձեռքին է մատանի կրում, դա ոչինչ չի նշանակում։ Բայց պատահում են կանայք, որ երկու ձեռքին էլ մատանի են կրում։ Իսկ դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ ամուսնացած է կինը, բայց ոչ մի նշանակություն չունի։ Դուք չեք դադարեցնում ինձ հիացնել։ Բայց մի հանգամանք կա, Ինչ անում։ որ մենք Ֆրանսիայում չենք եւ դուք էլ ֆրանսուհի չեք։ Իսկ ես ձեզ ասեմ, որ բոլոր իմ ծանոթները ասում են, որ ես ֆրանսական մտածելակերպ ունեմ։ Ես եմ դա ասում։ Գիտեք ինձ համար այդքան նշանակություն չունի։ Այդ ամեն ինչը, որովհետև անկեղծ ամուսնուս էլ այնպես չեմ սիրում ոչ։ Որը մենք իրար հետ լեզու կգտնենք։ Ես կարծում եմ, այո։ Սերեք։ Հա, տղա, յա։ Զույգ տղա։ Ստացվեց։ Ասի դուք հասկացում էի։ Դե լավ պատմում։ Ինչ պատմեմ, Վահան, եղավ նենց ոնց որ ծրագրել էի։ Ուզում էի ասել, ոնց որ ծրագրել էինք։ Դե ճիշտ ասած սրճարանի հանդիպումը ես էի ծրագրել։
Արդեն առանձնացնում ես, հա քեզ։ Վայ Վահան, Լավ, մի դոք։ Հիմա դու ինձ ասա ոնց եք պայմանավորվել, երբ եք հանդիպելու որտեղ։ այսօր երեկոյան, բայց տեղը չգիտեմ։ Բա ուր եք գնալու։ Ինչ իմանամ։ Ոնց չգիտես, բայց հանձայնել ես, հա։ Լսի մոռանում ես, որ այս ամեն ինչը ծրագիր է։ Չեմ մոռանում, բայց ըստ այդ ծրագրի դու պիտի գնաս իր տուն։ Կարող է ամեն պատահածին պիտի տանի իր տուն։ Ես մտածում եմ դու տարբերվում ես մյուսներից։ Դու ոնց որ չես հասկանում, մենք ում հետ գործ ունենք։ Ես շատ լավ հասկանում եմ մենք ում հետ գործ ունենք։ Մենք գործ ունենք հարուստ կնամոլ բիձու հետ ընդամենը։ Հա, բայց ոչ հիմար։ Հա, այսինքն այդ նշանակում է, որ շաբաթներով պիտի հետը քարշ գաս, հա։ Լսի գնայր ինքդ գայթակղեիր, որ տենց հեշտ է։ Արդեն ավելորդ բաներ ես խոսում ձենը Վայ դե մի ներվայնացրի, որ չխոսամ։ Կարող եմ այդել խփես։ Լավ, հանգստացեք, ձեզ թողեն մի օր կվիճեք։ Ճիշտ ասում Մարին։ Այդ բիձեն այդքան էլ հիմար չի։ Հայք հիմա էլ դու։ Լսի, դու որ Մարիի հետ քննարկում էիր, մշակում էիր ծրագիրը, հեչ մտքովդ չանցա, որ կարողանաս դասավորվի, որ Մարին մի գիշեր անցկացնի Մարատի հետ։ Անցավ։ Բա որ անցավ խերոք կանգի տեղը դու արային ինչ որ քեզանից պահանջվում է։ Ապա ես այդ բիձուն կսպանեմ։ Այ հենց այդ էլ քեզնից պահանջվում է, էլի։ Ոչ, այնց բան չի լինելու։ Մենք Մարատին չենք սպանելու։ Հասկացար։ Լավ, հա, հասկացա։ Հիմա ասեք ուր եմ գնում։ Չգիտեմ դուք ուր, բայց ես գեղեցկության սրա։ Արա ես սրանել եմ սպանում։ Հայ բացի կանգի տեղը տար արդեն։ Ներվերը սխառնում է։ Ոնց որ շունն ու կատուն եկել։ Սիրում ես Մարին։ Ես չգիտեմ սերը ինչ է։ Լավ, ուրիշ ձև ասեմ։ Խանդում ես։ Երևի։ Երևի չէ, հաստատ։ Իսկ դա նշանակում է, որ սիրում ես։ Չէ, ուղղակի ինձ ներվայնացնում է այն միտքը, որ իմ ընկերուհին ինչ որ բիձուկի հետ պիտի Իմիջայլոց։ Չես մոռացել, չէ՞ ինչ էինք խոսում։ Ինչի մասին։ Մարատի մասին։ Այո, հայ, լավ։ Այդ բան ջղայնացած է, ասացի։ Բան կարող է։ Այդ մտնում է ձեր մշակած ծրագրի մեջ։ Հայք ինչ ես խոսում։ Չկա տենց բան։ Ես մարդասպան չեմ։ Հաստատ։ Հաստատ։ Էլի եմ ասում, ես այդ բան ջղայնացած էի, ասացի։ Մի կենտրոնացի դրա վրա։ Վահան, եթե դու վստահ չես, որ կարաս քեզ զսպես, տիրապետես, ավելի լավ է, ես մենակ մտնեմ, Մարատենց տուն, լավ մտած։ Ոնց որ դու վստահ չես, Հայկ։ Հա, ես վստահ չեմ, որովհետև դու կարող ես նորից տաքանաս ու համը հանես։ Լսի, զարմանում եմ, գիտես քո վրա։ Ինչի՞։ Մարատի պատճառով 5 տարին նստել ես։ Բայց Մարատի մահը չես ուզում։ Վահան ջան, ուզում եմ, շատ եմ ուզում, բայց եթե մենք Մարատին սպանենք, ոստիկանությունը կխառնվի, կքրքրի ու հաստատ մեզ կգտնի։ Իսկ դու վստահ ես, որ Մարատին ողջ թողնեք, Մարատը ոստիկանությանը չի դիմի։ Հա, վստահ եմ, Ինչի՞։ որովհետև Մարատին ձեռք չի տալիս ոստիկանությունը։ Ինքը այնքան ապօրինի գործ արել, որ ոստիկանությունը հետաքննություն սկսի գողության հետ կապված։ Լիքը տակից
կեղտեր կհանի ու Մարատին կձերբակալեն, հակառակ էֆեկտ կլինի, հասկանում ես։ Դրա համար էլ ինքը չի դիմի ոստիկանություն, համոզված եղիր, եղբայր։ Իսկ ինչ ես կարծում, Մարատը իր ուժերով չի կարա մեզ գտնի։ Կարա, բայց որ գտնի ինչ, մեկա փողը հետ չենք տա։ Չի գտնի, հաստատ չի գտնի ապր։ Շատ փող ունեցող մարդը շատ հեշտությամբ կարա կորի ուղղակի ու վերջ։ Մի խոսքով, լավ մտածի Վահան, դուք այդ գործին գնում եք փողի համար։ Պետք չի ինչ-որ հիմար խանդի համար ծրագիրը տապալել։ Հասկացանք իրար։ Ես ին վրա վստահ եմ Հայկ։ Շատ ավելի լավ։ 5 տարի Հայկն ապրել էր կալանավայրում միայն մեկ հույսով։ Այն որ ազատ լինելուն պես թալանելու է Մարատին ու այդ կերպ վրեժխնդիր է լինելու նրանից։ Այժմ հասել էր պահը, բայց Հայկի սրտում մտավախություն կար, որ տաքարյուն ընկերը կարող էր շեղվել ծրագրից ու տապալել այն։ Սակայն Վահանը չփոխեց որոշումը, հավաստիացնելով Հայկին, որ կշարժվի միայն նախապես մշակված ծրագրով։ Սա էլ իմ համեստ խրճիտ։ Շատ լավն է։ Հասմիկ, Ես ում ես կանչում։ կնոջ ես։ Ոնց կինը տանն է։ Չէ, ուղղակի ուզեցի քեզ մի քիչ վախեցնեմ։ Ասեմ քեզ մոտ դա շատ լավ ստացվեց։ Այսօր չի գալու, չէ։ Ոչ այսօր, Մարիջան, ոչ էլ վաղ։ Մեկ շաբաթով կինս մեկնել է հանգստանալու։ Այնպես որ մենք ուղիղ մեկ շաբաթ կարող ենք վայելել այս համեստ օջախը։ Այսինքն ուզում ես ասել, որ ես մեկ շաբաթ ստեղ եմ մնալու։ Ոնց։ Դրա համար էլ կնոջս փող եմ տվել, որ մեկնի հանգստանալու։ Ինչի առաջարկությունս դու չեկա։ Չէ, շատ լավ է։ Իսկ քո այս խրճիթում լողավազան կա։ Իհարկե, Կարող եմ տեսնել։ կարող ես միայն ննջարանը տեսնելուց հետո։ Իսկ ես ավելի լավ առաջարկում եմ։ Սկզբից լողավազանը, հետո ննջարանը։ Լավ, բայց իմացած լինես, որ այս տանը ես եմ կարգադրություններ անում։ Այս անգամ թող կոզածով լինի, առաջի ու վերջի անգամ։ Գնանք լողավազանը ցույցա։ Գնանք։ Ինչ է, Գայս եմ, գայս։
Էսել քո ջուրը։ Աղջիկան ես քանի ժամտեում ջուր բերել եմ։ Բայց ինչի՞ ես ամեն ինչի վրա խոսում, ես ինչ բնավորություն ես դու։ Եթե կնոջ նկատմամբ խիստ չլինես, գլխիդ կնստի, հասկանում ես։ Հա, բայց ես քո կինը չեմ, չէ՞։ Քանի իմ տանն ես, ուրեմն իմ կինն ես։ Ինչ հետաքրքիր տարօրինակ մտածելակերպ ունես։ Համաձայն եմ։ Լսի գիտես պատկովս ինչ ացավ։ Ասում եմ, որ մի շաբաթ հետո գնաս տուն ու ամուսինդ հանգարտ ու քեզ չեն թողնի։ Տենց բան չի լինի։ Ինչի՞։ Որովհետև տունն իմն է։ Յա, դե ասա տան փեսայք բերել էլի։ Հա։ Ամայ լեզուն լավ էլ կարճ է, չէ՞։ Մերն եմ էլ Զոքանջիստանը չեմ ապրել։ Կապրես, որ նեղն ընկնես, լավ էլ կապրես։ Չէ, երբեք էլ չեմ ապրի, այս սենց էլ կապրեմ, նեղն էլ չեմ ընգնի երբեք, այս սենց թակավորի նման, որ չես տախանձում, աղջիկ ջան։ Շատ է նախանձում։ Լսի, բայց զարմանում եմ, թե դու դրա հետ ոնց ես ամուսնացել, չնայած մեղավոր դու ես, ով էր քեզ ստիպում ամեն մի փսլնքոտի հետ բախտդ կապեիր։ Չհասկացա։ Լսեցիր։ Հա։ Բայց հələ գնա տեսեցի սան էր։ Չէ, ես չեմ գնա, ես վախենում եմ դες բաներ։ Այ աղջիկ ջան, վախենալու ինչ կա։ Գնա ուրանի։ Չէ, բա որ մարդ եկած լինի տուն։ Ինչ ես խոսում։ Մի մեջով փող եմ ծախսել անվտանգության համակարգի համար։ Գնա, հաստատ կատու էր։ Գնա դրան վրմտի վարի։ Չեմ գնա, ասացի։ Հեչ լավ չի, որ ինձ հակաճառում ես, հա։ Հեչ լավ չի։ Լավ, դե գնա։ Հատնի չլը։ Բարի լույս։ Okay. Որ չասում կլնի։ Ոնց եք դերս մոտել։ Խրնեց մի ամիտ հարցեր ես տալիս, այ մարդ։ Ինտուն առանց զայնի հնարավոր չի մտնել։ Ով ազես օգնել։ Մեզ կինը տա օգնել։ Բայց շատ խնդրել է, որ քեզ այդ մասին չասենք, նենց որ մեզ խայտարակ մի արա, էլի։ Հնարավոր չի։ Ինչի մտածում ես կինդ սիրում է քեզ։ Չէ։ Տեսնում եմ, որ անվտանգության համակարգը անջատված չի։ Դուրը ներսից է բացվել։ Ինձ տենց մի նայ, ես ոչ մի կապ չունեմ։ Ոնեսում ես։ Այդ դու ես նրանց օգնել, որ ներս մտնեն, այ լիրբ։ Բերանով նորմալ բացի թե չենց տեք սատ կասնեմ քեզ։ Հանգստացի բան։ Յա։ Բարով ես եկել, Հայկ։ Սպասում էի, որ կգաս, բայց ոչ այս ձևով։ Ես Հայկ, ես ինչ ես անում, Հայկ։ Դու գիժ ես լրիվ, ես ինչ արեցի։ Թաքնվելու իմաստ չկա արդեն բան։ Անիմաստ չի, Հայկ։ Կավատանը տեսախցիկներ լինեն։ Վայ, չկա տեսախցիկ, ես ստուգել եմ։ Դու էլ ես ցնդել, դու լրիվ ցնդել եք։ Հայկ։ Ոնց որ հասկացա ես դիմակավոր ընկերդ, հա։
Այն էլ նրա կինն է։ Ճիշտ եմ կռահում։ Հա, բայց այդ ոչ մի նշանակություն չունի։ Մենք փողի համար ենք եկել։ Ու եթե դու տաս, այն ինչ որ մենք ուզում ենք, մենք ես ձեռք չենք տա։ Ձեռք չեք տա։ Կտակ, ես ձեզ ճանաչում եմ։ Դուք ինձ ողջ չեք թողնի։ Դու ուրիշ տարբերակ չունես, Մարատ։ Ուզես չուզես պետք է հավատաս ինձ։ Հավատամ։ Հավատամ, որ փողերս քեզ տանուց հետո սաղ կբնամ, հա։ Տղամարդու խոսք եմ տալիս։ Իսկ ընկերդ ինչ կասի։ Ընկերս ինձ հետ համակարծիքը։ Չեմ կարծում։ Շատ նյարդային է, իսկ նյարդային մարդիկ վախեցած են ու վտանգավոր են։ Դու մի երկարացու, ճիշտ ասում Հայկը, փողերը դու մենք ես չենք սպանում։ Վայ մի րոպե։ Փողերը սեյֆի մեջ է։ Մեզ սեյֆի կոդ։ Հա, սեյֆի կոդը ասա ու ողջ կմնաս, չենք սպանի։ Չենք սպանի, դու ասա։ Հայկի գուցե հավատամ, բայց քեզ չէ։ Տայի պիցա, փողերը չտա սպանելու, այս անով սպանելու, ինչ տարբերություն համար, ինչ ես անելու այդ փողերը, որ մեռնես։ Մեր փողերը չենք սպանում, չես հասկանում։ Որ չտամել էլի մեռնելու եմ, չէ, իսկ փողերս պետք է գայում հարազատներին, որ ձեզ գտնեն։ Մարատ, մենք փողի համար ենք եկել։ Քո մահը մեզ պետք չի։ Հայկ, դու խելոք տղա ես, անիմաստ հույսերով գլուխս միլեց։ Տոնուսի քեզ ինչ եմ ասում այ պիցա։ Լավ էլ ջահել լավոսին ունես։ Քո հետ եմ։ Ինձ չես վախեցնի երիտասարդ։ Տոնուսի, ես քեզ չեմ սպանի, ես քեզ այնքան կտանջեմ, մինչև այդ սեյֆի կոդը երկելով ասես։ Էլի չվախեցա։ Ես պիտին ինձ համբերությունից հանում արդեն։ Արդեն ես ներվայնանում եմ։ Հա, հանգստացի։ Ինչ։ Դու զգացի, որ անունս տվեցիր հայ։ Զգացի։ Նախ զենք են կոմ պահի։ Հետո էլ դու չհասկացար այսքան ժամանակ, որ անիմաստ։ Ինչն է անիմաստ։ Զգացի, որ չեր կճանաչելա քեզ, ուզում ես ինձ էլ հետը տանես։ Ինչ ես խոսում։ Բայց ճիշտ եմ ասում։ Նա թարակի քեզ Անս ասես որ ինձ էլ բռնել քո հետ միասին։ Ջարի չգնողի պատմությունն է, Վահան, ինքը քեզ էլ հետն է ուզում քաշել։ Մարատ, դու սուսմ։ Ախպեր ինչի սուսման, այդ է մարդը ճիշտ բան ասում։ Ճիշտ ասում։ Լսի, ընկեր ջան, ինքը հատուկ այդ ամեն ինչ ասում։ Չես հասկանում այդքանը։ Հատուկ ասում, որ դու հունից դուրս գաս, որ մենք կռվենք իրար հետ։ Ես առանց դրա նույնիսկ դուրս եմ եկել, արդեն ու չգիտեմ ինչ անեմ։ Ես քեզ առաջարկ ունեմ, Վահան։ Ասա ինչ առաջարկ։ Ինչ ես խոսում, որ Թող ես ուզում։ Ինչ առաջարկ ասա։ Առաջարկ որ համքես հանուց լավ կլինի։ Ասա լսում շուտ։ դու ինձ լսի ավելի լավ։ Սուս։ Եթե ես փրկես, փող կունենաս։ Ոչ ոք քո գոյության մասին չի իմանա։ Խափում։ Ինչ նորից ասա։ Վահան նորից եմ կրկնում։ Եթե փրկես ինձ, Ինչից փրկի, հա? Ինչից։ Ես քեզ չեմ ուզում սպանեմ, ես ուզում եմ ընդհանրապես քո փողերը վերցնեմ։ ես հեքիաթների չեմ հավատում, Հայկ։ Դու արդեն մի անգամ դուժել ես իմ պատճառով։ Ու դու ինձ լավ ես ճանաչում։ Եթե ողջ մնացի ու դուրս եկա, ես կգտնեմ քեզ ու կսպանեմ։ Մարդ, կրկնում եմ, ինձ ընդհանրապես քո փողերն է պետք։ Չէ։ Դու եկել ես այդտեղ վրեժ լուծելու համար։ Ճիշտ ասում։ Ճիշտ ասում, հայ, նույն բանը դու ես քո բերանով ասել, ճիշտ ասում։ Լսի, Վահան, դու չես հասկանում, որ ինքը հատուկ այս ամեն չանում, որ մենք իր հետ կռվենք։ Չես հասկանում այդքան էլ, որովհետեւ չի մտնում այդքանը։ Վահան, ես ոստիկանությանը կասեմ, որ Հայկը մենակ է եղել։ Եվ ոչ դու, ոչ էլ ինքը ստեղ չեք եղել։ Ոստիկանությանը կասես, հա։ Դու ոստիկանությանը ոչինչ չես ասի։ Կասեմ, Հայկ, ես վախենալու ոչինչ չունեմ։ Ունես։ Ես դու, Վահան, պիտի ինձ հավատաս, ոչ թե նրան։ Ես եմ քո ընկերը։ Հա։ Հա, Ուրեմն ասա, հավատում եմ քեզ, ասա ինչ ենք անելու հիմա։ ասեմ ինչ ենք անում։ Շատ հանգիստ։ Սառնասրտորեն սրանց սպանում ենք, հետքերը մաքրում ենք ու գնում ենք ստեղից։ Հա փողը։ Ինչ փող։ Այս շատ գործ է։
Էս ի՞նչ արեցիր։ Վահանան ինչ որ դու պիտի շուտ անեիր։ Շուտ արա փողերը տուր մենք գնանք, շուտ, հենց հիմա, բեր կաց։ Հասկացա։ Առանց հերոսություններ, լսում ես։ Առանց հերոսություններ դիժի կգնդակ արեն տղում։ Տեսնում ես։ Ես ես կտամ 50,000։ 50։ Չէ, քիչ է։ Էտա։ Ուզում եք ուզեք, չեք ուզում դու գիրեք։ 100,000։ 50։ Լավ, շուտ արա, գնա։ Կանցեք ստեղ ու ինձ կսպասեք։ Կսպասեն գնա դու։ Եթե նկատեցի, որ ինձ հետևում եք, ոչ մի կոպեկ չեք ստանա։ Գնա, բայա։ Ես թվում անվտանգության համակարգը կմիացնի։ Ինձ էլ։ Մի քիչ հետո կբարձրանաս վերև երևի արդեն սեյֆը բացած կլինի։ Չէ, մի քիչ հետո չէ հիմա։ Հիմա շուտ է։ Շուտ չի դու սուսն ձնով տխի։ Զանգում էր, որ ներս մտա։ Սեյֆն էլ չի բացել։ Չէ, երևի չգիտեմ։ Պետք է փախնենք ստեղից։ Մի րոպե։ Ինչ մի րոպե ժամանակ չկա, Մարի, պիտի գնանք։ Այս Մարատին իջացում ես հյուրասենյակ, ատրճանակը տալիս ես։ Ինչի համար։ Հարցեր մի դրանային ինչ որ ասում են։ Շուշուտ։ Վրեժի անհակ ծարավը հանգեցրեց նրան, որ Հայկը կրկին հայտնվեց կալանավայրում։ Նրա պատժամկետը շատ ավելի երկար կլիներ, եթե ոստիկաններին չհաջողվեր պարզել, որ Մարատին սպանողը նա չի եղել։ Երկու շաբաթ անց ոստիկանների տրամադրության տակ էին նաև Վահանը, իրական մարդասպանը, եւ Մարին, հանցավոր եռյակի երրորդ անդամը։ Պատժվեցին բոլորը, այդ թվում եւ Մարատը, ով կյանքով պատասխան տվեց իր նախկին բազմաթիվ չարագործությունների համար։